Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 1-ը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է մինչև 2025-ի նոյեմբերի 4-ը հաշվետվություն ներկայացնել Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման պայմանների եւ առողջական վիճակի վերաբերյալ։ Որոշումը կայացվել է այն ֆոնին, երբ հայ գերիները շուրջ 3 ամիս գտնվում են լիակատար տեղեկատվական մեկուսացման մեջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ մտցնելու համար իրավական հիմքեր չկան։ Թուրքական ավիաուղիները հայտարարել են դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան եւ Ռումինիայի Տիմիշոարա կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին։ Վիզեյրս Վարդնոցում պաշտոնապես բացել է իր բազան։ Միջոցառումից հետո էլ դիմավորել են Նեապոլ-Երևան չվերթն իրականացնող օդանավը։ Մյուս ուղղությունների թվում են Պրահան, Համբուրգը, Փարիզը, Բուխարեստը։ Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը հոկտեմբերի 1-ից մասամբ դադարեցնում է իր աշխատանքը։ Պատճառն այն է, որ Սենատը 2 անգամ մերժել է հանրապետականների ներկայացրած ֆինանսավորման օրինագիծը։ Ռուսաստանը անօդաչու սարքերի հարձակում է իրականացրել Դնեպր քաղաքի վրա։ 1 մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել։ Վնասվել են նաև բժշկական կենտրոն եւ բնակելի շենքեր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Ռուսաստանն էլ իր հերթին հայտարարել է, որ Դաշնությունը բաց է մնում ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական եւ քաղաքական շփումների միջոցով կարգավորելու համար, սակայն հիմա բանակցային գործընթացում դադար է առաջացել։ Սումուդ մարդասիրական օգնության տորմիղի տասնյակ նավեր շարունակում են ուղևորվել Գազայի հատված։ Ակցիայի ներգրաված են ակտիվիստներ, այդ թվում Գրետա Թունբերգը։ Նավախումբը փորձում է ճեղքել Իսրայելի ծովային շրջափակումը։ Պակիստանի Քվետա քաղաքում ռազմական ուժերի շտաբի մոտ անձնասպան ահաբեկիչը պայթուցիկով բռնված բեռնատարով հարձակում է գործել սպանելով առնվազն 10 մարդու, այդ թվում զինվորականների, եւ վիրավորելով 31-ին, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Մինչ վաղը։